Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր լրատվականն է, բարև ձեզ։ Մի քանի թեմաների մասին նախ համարոտ։ Պատմական արդարության վերականգնման ճանապարհին Բունդեսթագը ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Հավասար պայմանների ապահովում տնտեսվարողներին չհիմնավորված շեղումը ծառայողական քննության առարկա, մանրամասներ կառավարության նիստից։ Քարապատում, փոսանորոգում, ասֆալտապատում, Գյումրիում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները։ Կնվազի 10%-ով գնային հնարավոր փոփոխություն ավտոգազալցակայաններում։ Գնահատեք ձեր եւ շրջապատի մարդկանց կյանքն ու պահպանեք անվտանգության կանոնները։ Փրկարարների կոչը բնակչությանը։ Նախ օրվա գլխավոր իրադարձության մասին Գերմանիայի Բունդեսթագը մեկ դեմ մեկ ձեռնպատ ձայնով ընդունեց 1915 և 16 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին խորագիրն ունեցող բանաձևը, որով առաջին աշխարհամարտին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով՝ ցեղասպանություն։ Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի Ռայխստագի առաջ և ծափողջույններով, երգով ու պարով ընդունել են բանաձևի ընդունման մասին լուրը։ Քվեարկության նախօրեին պաշտոնական Անկարան ամենաբարձր նախագահի և վարչապետի մակարդակով նախազգուշացրել էր, որ փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը։ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել ցեղասպանություն եզրույթը։ Գերմանիան խոր և ամուր հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին, հինգշաբթի օրը հայտարարել է Անգելա Մերկելը այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Գերմանիան և Թուրքիան կապող շատ բան կա, և անգամ եթե մենք տարբեր կարծիքներ ունենք որևէ առանձին վերցված հարցի շուրջ, մեր հարաբերությունների խորությունը, մեր բարեկամությունը և ռազմավարական կապերը շատ մեծ են, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մերկելը։ Նա հավելել է, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը և ձգտում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ։ Բունդեսթագի քայլին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայից։ Նա նշել է, որ այդ հարցով արդեն խոսել է երկրի վարչապետի հետ, իսկ հետագա անելիքները կորոշեն իր Թուրքիա վերադառնալուց հետո։ Մինչ այդ Թուրքիան ետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նման որոշումը անմիջապես հաջորդել է Բունդեսթագում հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը։ Իշխող արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Ակտայը բանաձևի ընդունման առնչությամբ նշել է, որ Բունդեսթագի քվեարկությունը լուրջ վնաս պատճառեց թուրք-գերմանական հարաբերություններին։ Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այդ մասին հայտարարում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Գաուկի հայտարարությունը Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարտկային պայքարում, ասված է նախարարի հայտարարությունում։ Նալբանդյանը ընդգծում է, որ մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ ընդունում են հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժին, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպմանը հիմք դրվեց կարևոր գործընթացի, այն է, մինչև չդադարեցվի կրակի սահմանում և վստահության միջոցներ չլինեն, նախագահների հանդիպումը չի կայանա, ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Այս պահին դժվարանում եմ ասել այդ հանդիպումը կկայանա թե ոչ։ Եթե կայանա, ապա այդ հանդիպումը պետք է դիտարկել միայն այդ համատեքստում։ Քոչարյանը ընդգծել է, որ տվյալ պահին արդեն որոշակի առաջարկություններ են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ։ Դա կարևոր է, բայց դեռևս բավարար չէ, որպեսզի վստահության մեխանիզմները մեծացվեն։ Անհրաժեշտ են այլ միջոցներ, որոնք հետագայում պետք կգան բանակցություններում, իսկ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, հավելել է նա։ Հունիսի 2-ին ժամը 9:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997 թվականին ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Հունիսի 1-ի լույսի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից, որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ եւ հան 17 տիպի նռնականետ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հեշտապահություն, ասված է հաղորդագրությունում։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գիշերը օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ։ Երկար ժամանակ կոմայի մեջ է եղել վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, մի քանի օր անց աչքերը բացել է։ Աստծո ողորմությամբ ապրիլի 2-ին Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ գլխի բեկորային վնասվածք ստացած 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանը արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրան են այցելել Պանորամայի թղթակիցները։ 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ։ Ապրիլի 2-ին Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով գլխի բեկորային վնասվածք ստացած տանկիստ մեխանիկը պատմել է, որ վիրավորվել է մատաղիսում։ Պայթած բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ մարմնի տարբեր հատվածներ։ Նրան դուրս են բերել ընկերները եւ բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ ապրիլի 4-ին Երևան։ Բեկորային վիրավորում, այստեղ կընտրվել ամբողջի սարջարտի զոնան, գլխուղեղի սարջարտի զոնան, կատարվել է վիրատություն, այդ սարջարտ եղած գլխուղեղը հեռացվել է, լվացվել է եւ դենավորվել է։ Փառք Աստծո, ներկայացման վիճակը բավարար է, պատրաստում է տեղափոխելու կարմիր խաչ։ Դանիելին վիրահատած նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը խոստովանում է, որ զինվորի վիճակը ծայրաստիճան ծանր է եղել ու գրեթե հույս չեն ունեցել, որ նա ողջ կմնա։ Դանիելը երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ օրեր հետո նա արդեն կոմայից դուրս է եկել։ Արդեն կարողանում է կանգնել, իսկ դա լուրջ առաջընթաց է, ասում է բժիշկը։ Զինվորական հոսպիտալում վստահ են, որ տղան շուտով նաև քայլելու է։ Հիվանդների բարոյական վիճակը շատ կարևոր է, հիվանդները պատրաստականում են նորից վերադառնալու ծառայության, սակայն հաշվառելով իրենց առողջական վիճակը, շատերը չեն վերադառնա ծառայությանը։ Դանիելն ամեն րոպե է հիշում ծառայակից ընկերներին, խոսում նրանց հետ ու փառք տալիս Աստծուն, որ նրանք պատերազմական գործողությունների ժամանակ ընդամենը թեթև այրվածքներ են ստացել, իսկ հիմա ապաքինվել են ու վերադարձել ծառայության։ Հիմա ես տղեկինս վանում, հիմա իրանք ուրիշ տեղ են, բայց ես իրանց հետ եմ, բոլոր տղեկի ես հետ եմ, ես լավանում, ես անպայման այցելելու եմ, անպայման, գնալու ես իմ տեխնիկան, էլի վարելու եմ, անպայման։ Էմմա Վարդանյան, Կարեն Թադևոսյան, այսօր։
Մանրամասներ զինկոմիսարիատի ձերբակալված պաշտոնյայի գործով։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Պաշտպանության նախարարության զինկոմիսարիատի երկրորդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առայն, թե որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016 թվականի մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի երկրորդ բաժանմունքի պետը պահանջել է $12,000 կաշառք որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։ Պահանջված գումարի մի մասը նախապես մշակված $5,000 ԱՄՆ հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին, պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Օրենքով սահմանված կարգով Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավել է կաշառքի առարկա հանդիսացող $5,000։ Ավետիսյանը ձերբակալվել է եւ հարցաքննվել, ասված է հաղորդագրությունում։ Նախնական քննության տվյալներով զորակոչի տարիքի հասած երիտասարդը ունեցել է առողջական խնդիրներ, հարթաթաթություն եւ նյարդային խանգարում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումը ապահովելու ուղղությամբ։ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Դավիթ Փախչյանյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ եւ Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։ Դավիթ Փախչյանյանը ռուսաստանյան Aerosip ընկերության գործադիր տնօրենն է։ Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը ազատվել է Քուվեյթում եւ Օմանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Նախագահի մյուս հրամանագրով Ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի դեսպան, նստավայրը Էլ Քուվեյթ։ Այժմ կարճատև դադար, թողարկման երկրորդ հատվածի նորություններն են։ Հավասար պայմանների ապահովում տնտեսվարողներին չհիմնավորված շեղումը ծառայողական քննության առարկա, մանրամասներ կառավարության նիստից։ Քարապատում, փոսանորոգում, ասֆալտապատում, Գյումրիում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները։ Կնվազի 10%-ով գնային հնարավոր փոփոխություն ավտոգազալցակայաններում։ Գնահատեք ձեր եւ շրջապատի մարդկանց կյանքն ու պահպանեք անվտանգության կանոնները, փրկարարների կոչը բնակչությանը։ Քարապատում, փոսանորոգում, ասֆալտապատում, Գյումրիում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները։ Այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանը այցելել է Ղուկասյան փողոց, ծանոթացել իրականացվող շինարարությանը։ Փողոցի մի հատվածը քարապատվում է, մյուսը ասֆալտապատվում։ Աշխատանքներն իրականացնում են երկու տարբեր ընկերություններ։ Իմ խնդրանքը որ բոլորովը ուշադիր եղնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը սխալ բան կատարի, այսպես բաներ, հետո կսկսեն արտարացնել, անպայման ինձ նամակ գրեք, անպայման։ Կամ Մանասյանին ասել։ Քաղաքապետի աչքը տեսածից է վախենում նախորդ տարի Նիզամի փողոցում Չուբար Զարգարյանի ընկերության շինարարությունը դժգոհության առիթ տվեց։ Քաղաքապետարանը գումարը կփոխանցի թերությունն ամբողջությամբ վերացնելու դեպքում միայն։ Ես իրեն գումարները չեմ տալիս, ասել եմ մինչև երաշխիքի մեջ ես չտեսնեմ այդ ամեն ինչը չեմ հավատալ։ Ես պատահական չէ որ նոր բնակիչներին արեցի։ Գիտեք, ինչ որտեղ շատ ենք մեղադրում, բայց ամենայն դեպս այնտեղ նաև կան օբյեկտիվ պատճառներ, որ մենք ստիպեցինք, որ ծմերը անի, չգիտես ինչ, չչորացավ, ինչ որտեղ այսօր այնտեղ որտեղ ամառներ արվե, այսինքն տաք եղանակիներ արվե, որևէ բան չեղավ։ Բայց ամենայն դեպս պիլոտային էր ծրագիրը, թերությունները հասկացանք, թե երբ պետք է անենք, ինչ ձևի պետք է անենք, այնպես որ հիմա եթե ասենք Ղուկասյան փողոցից որևէ քար փոխվեց, ընդհանրապես մենք իրենք գումարները չենք տա եւ ասենք, որ անպայման ինքը պետք է կարողանա վերականգնել։ Ղուկասյանը Գյումրու ամենաերկար փողոցն է, մի հատվածը 3500 քառակուսի մետրը քարապատման եղանակով է նորոգվում։ Այս մասի երկարությունը 400 գծամետր է։ Նախահաշվային արժեքը 32 միլիոն 800 հազար դրամ է։ Մրցույթը շինարարը հաղթել է 32 միլիոն 400 հազարով։ Աշխատանքները մեկնարկել են ապրիլից։ Շահագործման ժամկետը հունիսի 30-ն էր, սակայն մի փոքր երկար կտևի։ Անձրևները թույլ չեն տալիս նախանշված ժամկետում տեղավորվել։ Հիմնային աշխատանքներն են կատարում, հիմա Խաչապատում։ Երկաշարժելու շատ բաց փողոց էր։ Վիանորոգված չէր, ոչ բան չէր արվել։ Կեսից ցեղ կուկայինք, չենք կրնա ոչ անցնել, ջրերը կյոլ տված։ Ցելոֆանով երեխաները դպրոց էին քնում հագնելով։ Ոչ
Ոչինչ, լավ է, բայց դե շատ թերություններ հələ կա։ Այ օրինակ ասենք թե մայթերի վիճակը ահավոր է։ Փողոցաշինության այս տարբերակն ասֆալտապատման համեմատ էժան է, խնայողությանը զուգահեռ նաև հետագա նորոգումն է արագ արվում, թեև շինարարը խոստանում է, որ իր կառուցած փողոցը 10 տարուց ավել կծառայի։ Ամենակարևորը փողոցի ամրությունն է։ Կրիբա հետո մեկ տարի մարդն ծմերը անցել է, բավական ընդեղ է, երկար փողոց էր, 2800 երևի չէ, եթե չեմ սխալվի։ Ծմերը անցավ նորմալ մնացել է փողոցը։ Ղուկասյան փողոցի 6000 քառակուսի մետրը ասֆալտապատվում է, նախահաշվային արժեքը 74 միլիոն է եղել, 64 միլիոն 400 հազար դրամով Ստեփանավանցի շինարարներն են շահել մրցույթը։ Վահրադյան շինը առաջին անգամ է Գյումրիում ճանապարհաշինություն իրականացնում։ Ասֆալտապատ հատվածը շահագործման կհանձնվի օգոստոսի 19-ին։ Վերջացնում ենք այսօրով հողային աշխատանքը, ճանապարհի մակարդակը իջացնում ենք 25 սանտիմետրով։ Դրանից հետո բոլոր ընդհանուր ճանապարհի վրա եզրաքար ենք տեղադրելու, եզրաքարից հետո խճի վրա արդեն ասֆալտ։ Գյումրու թվով 66 փողոցից 59-ում փոսանորոգման աշխատանքներն ավարտված են։ Հիմնանորոգման ենթակա 5 փողոցի շինարարական մրցույթները կայացած են, շինարարությունն ընթացքի մեջ է։ Շեդրին փողոցը երբ որ մենք բացում ենք, ես մի խնդիր ունեի քաղաքում, որովհետեւ կարողանանք մագիստրալ փողոցները իրար միացնել։ Հիմա այս Ղուկասյան փողոցով մենք փաստորեն միացնում ենք ինչ։ Մենք Տերյանը միացնում ենք Գորկու հետ։ Սա շատ կարևոր ուրեմն փողոց է, որովհետեւ մենք բեռնաթափենք եւ Տերյանը, որովհետեւ մարդը կարող ավելի նոր, չգիտես ինչ որ շրջապետություն չկադարի։ Բացի դրանից ինքը կխնայի այստեղ վարելանյութ, ինքը կխնայի նաեւ ամորտիզացիայի հետ կապված հարցեր։ Շիրակացու փոսերի համար դեռ բարի լուր չկա։ Կառավարությունից եկել են ուսումնասիրել եւ առայժմ միայն այսքանը։ Մոտավորապես 1500 գզամետր երկարություն ունի եւ 20000 քառակուսի մագերես։ Բավականին քանդված է։ Փոսային նորոգման միջոցով կարելի ասել, որ օգտակարությունը շատ ցածր կլինի։ Մենք դիմել ենք կառավարությանը, եկել են, ուսումնասիրել են, սկզբից բավականին մեծ ծավալ ենք նախատեսել, բնականաբար պիտի շատ ուզենք, որ կոնե քիչ Հիմա այդ քչին են սպասում, քաղաքապետարանը ծրագրել է շիրակացու մոտ 1000 քառակուսի մետր հատվածը փոսային նորոգման միջոցով ասֆալտապատել։ Շինարարությունը կմեկնարկի վաղվանից, կառավարությունից մնացած մասի ակնկալիքով։ Նազիլ Եդբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Սպառողը հուլիսի 1-ից կապույտ վառելիքի համար կվճարի նոր գին։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի, որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին։ Ըստ այդմ հուլիսի 1-ից արդեն բնակիչները գազի 1 խորանարդ մետրի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ։ Ավտոգազալցակայաններում գազի գինը կնվազի 10%-ով։ Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի շրջանակում ստորագրվել էր համաձայնագիր, որով Հայաստանը ռակվող ռուսական գազի գինը սահմանին 165 դրամից իջեցվեց 150-ի, 1000 խորանարդ մետրի դիմաց։ Դրանից հետո Գազպրոմ Արմենիա ընկերությունը դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բնական գազի գինը վերանայելու հայտով։ Ամսական մինչև 10000 խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար ընկերությունը մտադիր էր 1000 խորանարդ մետրի դիմաց գործող 156000 դրամի փոխարեն առաջարկել 146700 դրամ սակագին։ Ամսական 10000 խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը 257.56 ԱՄՆ-ին համարժեք դրամ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ի նիստին հավանություն տվեց սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու որոշմանը։ Ըստ այդմ ամսական մինչև 10000 խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 146700 դրամ, սպառած յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի համար, ներկայիս 156000 դրամի փոխարեն։ Ամսական 10000 խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 257.56 դոլարին համարժեք դրամ, սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար, ներկայիս 276.98 դոլարին համարժեք դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Ամենաէժանը 52 մեջ բելարուսներին են տալիս, մենք երկրորդ տեղում ենք։ Բայց մեզ շատ քիչ իջացրեցին, էլի։ Բայց մեծացախը, մանրացախը Հայաստանում քիչ է կարող։ Դրա համար ասենք կարող են ասենք մեր մանրացախ գինը, որով մատակարարում է բնակչությանը, ասենք իշնի, դες այնտեղ որտոգոսի վերցնենք մոտավորապես
5-6% է գալիս, այստեղ կարող է 10% իջնի։ Այսինքն մանրածախի, մեծածախի ուղիղ կապի մեջ չեն, էլի գծային կախվածություն չի է երկուսի մեջ։ 2013-ից հետո գազի գինը միջազգային շուկայում 3 անգամ նվազել է, որքանով գազի գնի ներկայիս նվազումը կանդրադառնա ավտոգազալցակայաններում վաճառվող գազի վրա։ Սեփականատերերն էլի ուզենան կնվազեն, ուզենան թանկացեն, ինչ կատե։ Իրանցի չէ։ Իրանցն է։ 1000-ի, 2000-ի նայաձեպ։ Բայց դե բնականաբար կնվազի։ Շիրակի մարզում բոլորը ըմբռնում են մոդենում ամեն ինչին, թե թանկացմանը, թե նվազմանը։ Այնպիսի հավասարակշռություն է գալիս, որ մի մասը փորձում են բենզինի վերադառնալ, որտեղ վտարային է։ Քանի գազի մեքենաները, գազի կալոնկաները պայթեցում է եղել, շատ երկրներում ընդհանրապես արգելված է։ Բայց մյուս կողմից էլ, ասենք Նյու Յորքի նախկին քաղաքապետը, որ իմացել է, ասում է, այ Հայաստանից, Երևանից սովորենք, թե ինչքան էժան կարելի է վառելիք օգտագործել։ Օգուտ կունի, լավ, որ նվազել լավ կունի։ Տներն էլ լավ, տան համար էլ լավ կունի։ Նեմիկվա մեր լոմանել օգուտ է։ 170-200 դրամ։ Ինչքան կնվազես ձեզ, եթե… Դե 10%-ի կարգ, ոչ ավել 10%-ի կարգ, ասենք նա իջել է 6%-ով, մեծածախը սա մինչև 10%։ Գնային նման պատկերի ձևավորման պատճառն ըստ տնտեսագետի գազի ծավալի կրճատումն է։ Հավանական է, ոչ թե հաստատ ավելի շատ կիշնի, քան մեծածախ կինն է։ Ինչի համար, որտեղ ներդրումներն այդքան չեն աճի, այդ ներդրումներն արդեն հիմնականում կատարված են, նոր գյուղեր էլ չեն ուզում գազաֆիկացում։ Մեր ընկերությունը միշտ պատրաստ է կանգնել նոր ներդրումներ կատարողների կողքին եւ ինչու՞ չէ, եթե կլինի անպատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ մեծացման, հատուկ վերաբերմունք մենք ցուցաբերենք նման ընկերություններին եւ նման ներդրումներ։ Ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանան մեծ ծավալի գազի սպառում ապահովել։ Արդյոք կային կազդի գազի օգտագործման ծավալի մեծացման վրա դեռ պարզ չէ։ Սպառողները հիմա նախընտրում են գտնել վառելիքի այլ ընտրանքային ավելի էժան տարբերակներ։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մեր երկրում մենաշնորհային չեն եւ այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրամյանը։ Վարչապետը նաեւ ընդգծել է, բոլոր տնտեսվարողների համար պետք է հավասար պայմաններ ապահովեն, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ Հովիկ Աբրամյանը հայտարարել է իր մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազը, ալյուրի, ցորենի, ձեթի, բրինձի, հնդկաձավարի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես այդպիսին։ Գործադիրն այսօր հստակեցրել եւ իրավական կարգավիճակ է տվել ապրիլյան պատերազմի օրերին ռազմական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականներին։ Ի կատարումը նախկինում տրված հանձնարարականի պետական ծառայողների գործողումների համար ավիատոմսերի գնման բնագավառում նոր ընթացակարգեր կսահմանվեն։ Ներդրվող կարճաժամկետ պիլոտային ծրագրով ավիատոմսերը ձեռք կբերվեն էլեկտրոնային եղանակով, Amadeus համակարգի միջոցով։ Կառավարությունը կսահմանի եւ կկանոնակարգի այն։ Ցանկացած ավիատոմս ձեռք բերելու համար գործուղման մասին թույլտվություն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում կամրագրվի տոմսը։ Քննարկել եք նախարարությունների հետ։ Բոլոր նախարարություններ ուղարկվել են, մենք ստացել ենք մի քանի դիտողություններ, ոմանք առաջարկում են ավելի մեղմել այս պայմանները, մենք կարծում ենք դա նպատակահարմար չէ։ Որ նախարարությունները Չէ, օրինակ ինչ է մեղմել։ Օրինակ ընդհանրենք 6 ժամ տրանզիտ սպասելը փոխել դարձնել 4 ժամ։ Եթե 4 ժամից ավել է, կարելի է գնել ավելի թանկ տոմս, կարծում ենք որ ոչ։ 6 ժամ քիչ շատ է, 4 ժամ պարագայում էլ իմ կարծիքով կարելի է գնալ ընդառաջ այդ հարցին։ Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում արկա է կենտրոնացվածության բարձր աշխարհ, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուպցիան, գների անիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը։
Հանրապետության մի քանի մարզերի խոշորացման ծրագրին է անդրադարձել Հայկական ժամանակը։ Հարցը քննարկում է կառավարությունը, դժգոհում են համայնքաբնակները։ Հետևեք մամուլի տեսությանը։ Համայնքներում բունտ է հասունանում վերտարությամբ Հայկական ժամանակում կարդում ենք։ Այսօր կառավարությունը քննարկելու է Հայաստանի 4 մարզում համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագիր։ Արագածոտնի մարզի Ալագյաս, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոց, Քսարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Բայկ, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում։ Յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-ից 15 համայնք, ընդհանուր թվով 116-ը։ Այսինքն 116 համայնք միավորվելու է 13-ի մեջ։ Թերթի տեղեկություններով այս միավորման պատճառով այս համայնքներում մեծ դժգոհություն է հասունանում։ Դժգոհությունը մեծ է հատկապես այն համայնքներում, որոնք ունեն տարբեր ազգության բնակիչներ։ Օրինակ, Արագածոտնի մարզի Ալագյաս գյուղի հետ պետք է միավորվեն 10 համայնք՝ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակից, Մելիքգյուղ, Միջնատան, Միրակ, Շենկանի, Զամշլու, Ռյա, Թազա եւ Սիփան գյուղերը։ Սրանից հայաբնակ միայն Մելիքգյուղն է։ Մյուս գյուղերի բնակիչները հիմնականում եզդիներ են, ու հատկապես այս գյուղի բնակիչները կենցաղային խնդիրների տարբերությունների պատճառով չեն ցանկանում միավորվել եզդիաբնակ գյուղերի հետ։ Հրապարակն էլ անդրադարձել է նախարարություններում սպասվող կրճատումներին ու գրում է. Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում առաջին պլան է մղվել նախարարությունների աշխատակազմերի կրճատման հարցը։ Այս նպատակով հանձնաժողով է ձևավորվել փոխվարչապետ Վաչե Գաբրելյանի ղեկավարությամբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի բոլոր ռիսկերը, ապա կրճատումներ կլինեն, քանի որ կրճատումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, ինչպիսին օրինակ արտագաղթի խթանմանը։ Քաղցառահողները չեն օպտիմալացման հիմնական թիրախը, նախատեսվում է ստորաբաժանումներ միավորել, որոշ պարապ հիմնարկներ կրճատել։ Օրինակ հիմնարկներ, որոնք ժամանակին ստեղծել են միջազգային կառույցների ֆինանսավորմամբ ու կոնկրետ ծրագրով։ Ծրագիրը ավարտից հետո դրանք պետական ֆինանսավորման են անցել։ Բացի այդ, կա պայմանագրերի ինստիտուտ, դրանց մի մասն էլ հնարավոր է որ կրճատվի։ Վտանգի տակ են նաև նախարարությունների տեսչություններն ու ստուգող մարմինները, գրում է հրապարակը։ Անդրադառնալով առաջիկա ընտրությունների թեմային ժողովուրդը գրում է. Թերթի տեղեկություններով իշխող հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում, հատկապես մարզերը ներկայացնող падգամավորներին եւ ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից, պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ։ ՀՀԿ-ում ցրում են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք դիմընտրությունների հետ կապված քննարկումները, դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել։ Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով վերադարձնել նախկին, այսպես կոչված պասիվ վիճակին։ Եթե հաջողվի այս խնդիրը լուծել եւ օրինակ Գյումրիի եւ Վանաձորի ավականիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցնեն, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչ աշտան վերջ։ Ջրահեղձություն, հրդեհներ, օձի խայթոցներ։ Ամռան ամիսներին Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ամենամեծ թվով ահազանգերն է ստանում։ Սեզոնային ամենամյա նախապատրաստական աշխատանքները արված են։ Մարզի ջրամբարների եւ մի շարք ջրային տարածքների մոտ ցուցանակներ են տեղադրվելու, ցուցումներ են տրվում համայնքների ղեկավարներին։ Սրանով հանդերձ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը փաստում է, ամբողջությամբ վերահսկողություն սահմանել հնարավոր չէ։ Փրկարարների կոչը հետևյալն է՝ բնության գրկում հանգստի կազմակերպման ժամանակ առավելագույն կերպով պահպանել անվտանգության կանոնները։ Վահրամաբերդի ձորում նախորդ տարի տեղադրվել են լողալն արգելող ցուցանակներ։ Քաղցրահամ այս եւ մյուս ջրային տարածքներում հնարավոր է եղել կանխել ջրահեղձության դեպքերը։ 2015 թվականին ցուցանիշը 0-ական է, իսկ 2014-ին մարզում ջրահեղձության 3 դեպք է գրանցվել։ Փրկարարական վարչությունից հիշեցնում են, ամռան տապից զովանալու համար ջուրը մտնել պետք չէ։ Շիրակում լողալու համար նախատեսված տարածքներ չկան։ Մարզը ունի 7 ջրամբար, ունի սելավակարգավորիչներ, գետեր, գետակներ եւ տարբեր տեսակի ջրափոսեր։ Ընդանուր մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ խեղդվածները այդ կարող են լինեն տարբեր հատվածներում, որտեղ ամբողջ տարածքը վերահսկելի չէ, դուք պատկերացրեք այդպես այդ խոշոր ջրամբարները իր ամբողջ պարագծով կամ այդ ջրափոսերը լրիվ վերահսկում իրականացնել դա հնարավոր չի։ Որ համայնքներում որ կան մեր ջրամբարները, բնականաբար տվյալ համայնքի ազգաբնակչությունը թե
թե ձգնորսության նպատակով, թե հանգիստը կազմակերպելու նպատակով միևնույն օգտվելու են, կազմակերպելու են։ Ուղղակի հորդորը նրանում է, որ լինեն շատ ուշադիր։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի Հրշեջ փրկարարական ջոկատը 2 ջրասուսակ ունի։ Նրանք առաջիկայում Սևանում վերապատրաստում կանցնեն։ Քննությունների ավարտից հետո դպրոցականներն էքսկուրսիաներ են կազմակերպելու։ Ռիսկային այս շրջանում արտակարգ դեպքերից եւ հատկապես դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորը մեկն է՝ ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Անվերահսկելի ձևով երեխաներ կնում են, ուզում են եւ կողքերը մարջինում խիղճվում են։ Եվ նաև խոսք գնում է նաև մեծերի մասին, օրինակ մենք ունեցել ենք դեպքեր, հովեկները եթե գնում են ոգելից խմիչքներ են օգտագործում եւ ցանկություն է առաջանում այդ վիճակում լողանալ։ Եվ ցավոք սրտի վերջը ունեցել ենք այդպես ջրահեղձվում են։ Անցնող տարի Շիրակի մարզում հրդեհի 236 դեպք է գրանցվել, 30-ով ավելի 2014-ից։ Հրդեհների ահազանգերի գերակշռող մասն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին են լինում։ Օդի բարձր ջերմաստիճանից բացի հրդեհածին գործոններից մեկը մարդկայինն է։ Խաղից հետո երբ որ մնում է չորխոդի տարածքը եւ այդ խոզարները, այդ ժամանակ에 մեր մոտ կտրուկ նկատում է հրդեհների կանչերի աճ կապված այդ խոդացած տարածքների հետ։ Այստեղ նույնպես մարդկային գործոնն է հիմնականում, որովհետև նմանատիպ միշտ բացատրական աշտարակներ տարվում են տարբեր կառույցների կողմից, բայց մինչ հիմա այդպես շարունակվում է, այսինքն մտել է ժողովրդի մեջ, որպեսզի անպայման այրեն, դա պետք է հանդիսանա պարարտանյութ, պահպանեն հրդեհային անվտանգության նորմերը եւ ենթարկվեն համայնքների եւ անտառտնտեսությունների ղեկավարների կողմից ներկայացվող պահանջների։ Ամռան շրջանին բնորոշ են նաև օձերի հայտնաբերման կանչերը ոչ միայն համայնքներում, այլ նաև Գյումրիում։ Մեր երկրում հանդիպող 4 տեսակի օձից Շիրակի մարզի Աշոտքի տարածաշրջանում կարելի է հանդիպել Թարևսկ ու Իժերին։ Դրանք կարմիր գրքում են գրանցված։ Իսկ Անիի տարածաշրջանի բնակլիմայական պայմաններում ապրում են Գյուրզան եւ Իժը։ 2015-ին օձի խայթոցից ոչ ոք չի տուժել։ Մայիսի 31-ին գրանցվեց օձի խայթոցի այս տարվա առաջին դեպքը։ Գյումրի բժշկական կենտրոն է դիմել ցախ սրունքի միջին երրորդականի օձի կծած վերկախտորոշմամբ քաղաքացի։ Վիճակը գնահատվել է կայուն, ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։ Օրինակ մեկը նկատել է ազանգ է տալիս, ենթադրենք բաց տարածք է, որտեղ կարելի է օձին գտնել, տեսել են։ Մենք կարող ենք իրենց նկարագրել թունավոր օձերի տեսքը կամ ոչ թունավոր օձերի, ընդհանուր առմամբ 24 տեսակի օձ ունենք, որից 4-ն է թունավոր, այդպես ասած։ Ուրեմն նման դեպքերում եթե մեր կողմից գնում ենք ազանգը արձագանքում մեր կողմից, ապա օձին տրնելու դեպքում նրան տանում են այլ տարած դեպի տա եւ բաց են թողնում։ Փրկարարները հույս ունեն, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո կբարձրանա քաղաքացիների գիտակցությունը եւ մարդկային անզգուշության հետևանքով գրանցվող դեպքերը կկրճատվեն։ Կոչը մեկն է՝ գնահատեք ձեր եւ շրջապատի մարդկանց կյանքն ու պահպանեք անվտանգության կանոնները։ Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Երեկ երեկոյան Արմեն Ջիգարխանյանը ծայրահեղձանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Դերասանի ընկերները հայտնել են, որ նրան հիվանդանոց է հասցրել վճարովի շտապօգնությունը, եւ հիմա կինոյի ու թատրոնի հայտնի դերասանի վիճակը գնահատվում է ծանր։ Վերջին մի քանի ամիսներին Ջիգարխանյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է հիվանդանոցում։ Փետրվարին նա հիվանդանոց էր տարվել թոքերի բորբոքումով, իսկ մի քանի շաբաթ անց հայտնվել էր Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում։ Ինչու է Հայաստանը համարվում արտագաղթողների, իսկ օրինակ Գերմանիան եւ Միացյալ Նահանգները ներգաղթյալների երկիր։ Արվեստի միջոցով այս հարցերի պատասխանն են փորձել տալ նշված երկրները ներկայացնող արվեստագետ 3 կանայք։ Ծագումով հայ Եվա Հարութը նաև մեկ շաբաթ գորգում գրքի հեղինակն է, որի հիմքում ընկած են 1915 թվականի դեպքերը։ Համագործակցության արդյունքում ստեղծվել է մարդկության պատմության մետամորֆոզներ անիմացիոն ֆիլմը, որում նկարագրվում է Հայաստանի, Գերմանիա եւ Միացյալ Նահանգների պատմական տարբերուղին։ Գյումրիում ֆիլմը ներկայացվել է Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Արվեստագետներն իրենց համատեղ աշխատանքը պատրաստվում են ներկայացնել նաեւ Միացյալ Նահանգներում եւ Գերմանիայում։
տեղի ունեցավ եղեռնը եւ շատ հայեր դարձան փախստականներ։ Դա հայ ժողովրդի աղետն է, բայց դրա շնորհիվ մյուս ազգերը ունեցան հանճարեղ արվեստագետներ, խոսքի Ժան Սեմը, որը Հայաստանից մեկնեց դեպի Ֆրանսիա, Արշել Գորկին, որը հայ էր եւ ստիպված եղնից մեկնեց դեպի Միացյալ Նահանգներ, եւ նրանք հարստացրին Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներ իրենց արվեստով։ Դա ինչ-որ պատմական մետամորֆոզ էր, որ մեկ տեղ ծնված մարդը իրեն խաղապարախոսությամբ, իրեն ապրելակերպով մեկնում է մեկ այլ տեղ եւ հարստացնում է մեկ այլ տեղը։ Этот проект мне дает как бы два направления. С одной стороны, как художник, мне эта тема важна, поскольку я сама как иммигрант, в общем-то, давно уже работаю с темой дислокации, с темой миграции, с темой потери как бы почвы под ногами, буквально и метафизической. С другой стороны, мне было это важно как профессионалу, поскольку как профессор мне интересно работать и сотрудничать с университетами, с институтами, которые связаны с образованием. Եվ թվարկման մարզական լուրը։ Միացյալ Նահանգներում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին Սալվադորի հետ խաղում երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տարավ։ Մեր հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Հանդիպման երկրորդ րոպեին տանտերերի պաշտպանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց առավելությունը։ 69-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը երրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, որից 6 րոպե անց Գեղամ Կատիմյանը հաշիվը դարձրեց 4-0։ Այսքանը եթերում այսօր լրատվականն է, շնորհակալություն մեզ հետևելու համար, առայժմ։